Վերջերս ես տեսա նրանց, քիչ մնաց թե բռնեի, միայն թե ինձ հայրիկն ասաց, Վերջ տուր, աչքիդ երևաց։ նրանց բռնելը չի լինի, հետքերն էլ չես գտնի, իսկ թե ովքեր են այդ ֆիքսիկները, գաղտնիք է շատ մեծ, իսկ թե ովքեր են այդ ֆիքսիկները, գաղտնիք է շատ մեծ, իսկ թե ովքեր են այդ ֆիքսիկները, գաղտնիք է շատ մեծ։ Դրան զանգը։ Նոլիկ, դու ինչու ես այստեղ։ Դիմի չին եմ սպասում, բայց նա ընդամենը առավոտյան է մեկնել ծնողների հետ։ Ինչ է, ողջ շաբաթ այստեղ պարկած ես մնալու։ Ավելի լավ է եկ դիմավորենք հյուրերին։ Հյուրերին։ Ես հրավիրել եմ ամբողջ դասարանը։ Ամբողջը։ Ամբողջ։ Հզոր է։ Նրանք ինչ է քնած են այնտեղ։ Հյուր են կանչում, իսկ ներս չեն թողնում։ Շիմկայոյիններն են։ Հեյ, Ֆայր, մեկ անգամ էլ փորձիր։ Հիմա դրան զանգը կտան։ Ինչի համար։ Նրանք ինչ է, փականացակով չեն կարող անցնել։ Նոլիկ, ախր նրանք ոչ թե հենց այնպես այլ հյուր են եկել։ Հյուրերը միշտ զանգ են տալիս, իսկ տանտերերը ներս են թողնում նրանց։ Չի զանգում։ Զանգը փչացել է։ Հիմա կնորոգենք։ Նախ պետք է պարզել, թե հատկապես ինչն է փչացել։ Նախ կնորոգենք, հետո կպարզենք։ Նախկինում դրան վրա կախում էին քուղով զանգակ, որը հյուրերը ձգում էին ու զանգում։ Ներկայում դրան զանգերն էլեկտրական են և տարբեր հնչողություն ունեն։ Մի մասը շչոցում է, մյուսները ղողանջում, կան, որ սուլում են թռչունների պես, ձայն արձակող դինամիկը կախում են տան ներսում, իսկ այն միանում է տնից դուրս հանված կոճակի օգնությամբ։ Նման է նրան, թե անջատիչն ինչպես է միացնում լույսը։ Միայն թե լույսի փոխարեն ձայնն է։ Վետա, կօգնես։ Հոպ։ Մտածել է պետք։ Այո։ Սիմկա։ Հյուրերը ինչ-որ ուշանում են։ Սիմկա։ Շպոլյա, դու ես։ Ձեր զանգը չի աշխատում։ Իսկապես, առավոտյան դեռ աշխատում էր։ Նոլիկ, իմ հետևից։ Նախ ստուգեն կոնտակտները։ Ուխ, ստուգեցինք։ Այսպես, այժմ դինամիկը։ Դինամիկն անվնաս է։ Գուցե խնդիրն էլեկտրոնիկայի մեջ է։ Իսկ եթե տեղերով փող ենք հաղորդալարերը։ Իմաստը։ Ահա և կպարզենք։ Օպե։ Ահա թե ինչ։ Եկ հաղորդալարերը կաչ միացնենք։ Իսկ դա վտանգավոր չէ։ Հիմա կստուգենք։ Դե ահա, ես դու վախենում էիր։ Ֆայրը, մեր դասարանի շարժիչ ուժն է։ Նա ամենաարագն է, ամենաճարպիկն ու ամենախիզախը։ Ֆայրը վարկյանից տեղում նստած չի մնում և անընդհատ նետվում է արկածներ որոնելու։ Դա ուղղակի այվում է նոր մտահղացումներով։ Դա է պատճառը, որ նրա անունը Ֆայր է։ Իհարկե, նրա ոչ բոլոր գաղափարներն են հաջողված, ինչի հետևանք են և ելունները, և այլվածքները, և ընդհանրապես նա շատ է տարվում։ Եթե նա բոցավառվել է մի ինչ-որ գաղափարով, ապա կարող է մոռանալ անգամ դասը դպրոցում։ Դրա համար նա պատժվում է դեդուսի կողմից։ Սակայն ոչինչ հակ չէ Ֆայերի համար։ Չէ, որ նրա գլխում միշտ մի նոր գաղափար է ծնվում։ Եթե ճիշտն ասեմ, մեր տղաների մեջ ամենաշատը ինձ Ֆայերն է դուր գալիս։ Նրա հետ երբեք տխուր չի լինում։ Հեյ, ներսում։ Ես հասկացա պատճառը։ Եվ ի՞նչն է պատճառը։ Էլեկտրականություն չկա ողջ տանը։ Ահա և դրան զանգը չի աշխատում։ Օй։ Ուրեմն ինչ, քանի դեռ էլեկտրականություն չկա, մենք չենք կարողանա հյուր գնալ։ Երբ այն կհայտնվի։ Չգիտեմ։ Կարող է հենց հիմա էլ միացնեն։ Միացրեցին։ Բավական է, զանգեք։ Վերջացրեք խուլիգանություն անել։ Մենք խուլիգանություն չենք անում։ Դա մենք չենք։ Իսկ ով է
Հաղորդալարերը դրա մեջ կարճ է միացրել։ Դե մենք մի ակնթարթում կողանք դա։ Աղմկոտ եմ հյուրերդ։ Այո, լավ է որ տանը մարդ չկա։ Ողջույն։ Ողջույն։ Ներս մտեք պատանածակով։ Դե ինչ գնացինք։ Ուր։ Հյուր։ Չէ, այսպես մի անգամից չի կարելի։ Ինչու։ Նախ պետք է զանգը տալ։ Հապա մի բռնեք ինձ։ Հոպ։ Ready for the